ոնց եք ձեր կնոջ հետ ծանոթացել։ Կնոջս է։ Այո։ Մի փոքր կպատմենք այդ պատմությունը։ Այդ պատմությունը համար միշտ Շատ լավ։ Ես դա որ աշխատում եմ նախագծային ինստիտուտում, կնոջս ինձ զանգեցին, ընկերս ասեց մի հատ ծիրուն աղջիկ եմ ուղարկում։ Օգնի դիպլոմը հանելու։ Հայտնի ֆիլմի պես։ Ես իշխում եմ ինքը բարձանում, շուրեկա ասեցին ծիրուն աղջիկա։ Ու որ բարձացա վերև, տեսա իմ սեղանի կողքը նստած է։ Ընկերոջս հաշտում ասում եմ, ով է։ Ասում եմ կոմոդա եկել։ Մեր ծանոթությունը կար տևել է ընդամենը մեկ շաբաթ։ Ասել եմ կդառնաս իմ կինը, ասում դառնա։ Սեր առաջին հայացքից փաստորեն իրականում լինում է։ Այս ես ուշ եմ ամուսնացել 30 տարեկան։ Ու խոսք էի տվել, որ 30-ը լարանը կամուսնամ։ Դուք ձեր խոսման տերը եղաք փաստորեն։ Քանի տարի եք համատեղ երջանիկ ապրում։ 40։ Նշել եք տարեդարձը։ Չէ, դե նշեք հոկտեմբերին է, հրավիրում եմ բոլորիդ։ Հոյակապ ընտանիքում։ Գուցե որ այդ ընտանիքը նորից կրկնվեր։ Մենք բոլորս մեր ընտանիքում իրար թևութիկ ունենք։ Երկրորդ տղաս ավարտել է հայ-ռուսական սլավոնական համալսարան, առաջինն էլ ավարտել։ Իմ ինքը ժամանակավոր է Երևանում, որտեղ ինքը Ռուսաստանի քաղաքացի է։ Եթե դուք ժամանակը հնարավորություն ունեք 20-30 կամ ինչքան հետ կտայիք, ինչը կփոխեիք։ Գլոբալ եւ անձնական էլ։ Որ Ժամանակը հետ տալու հետ տալու կապրել են կյանքում, որ այսօր ապրում եմ։ Ինչ առումով, որտեղ ես հոյակապ ընտանիքում եմ։ Գուցե որ այդ ընտանիքը նորից կրկնվեր։ Մենք բոլորս մեր ընտանիքում իրար թևութիկ ունենք։ Երկրորդ տղաս ավարտել է հայ-ռուսական սլավոնական համալսարան, առաջինն էլ ավարտել։ Իմ ինքը ժամանակավոր է Երևանում, որտեղ ինքը Ռուսաստանի քաղաքացի է։ Ունեցել եմ լավ ծնողներ, ունեցել եմ լավ ձոնքաչ ու մամ, որպես ծնող հարգել եմ, սիրել եմ։ Այլսան այս հաղորդաշարի Պարոն Երեսանյանը։ Հավայ, դա այս հաղորդաշարի հիմնական նպատակն է նա, որ մարդկանց, որ մենք համարում ենք մեր ավակ սերունդը, մեծ ոնց որ ճամփացույց տվողները, մենք իրենց տանենք, ճանապարհ թեթևացնենք եւ նաեւ լսենք խորհուրդներ, պատգամներ եւ օրհնանք ձեր խոսքը նոր սերնդին, ձեր զավակների, մեզ, բոլոր նրանց, ովքեր լսում են մեզ, կլսեն, կտեսնեն։ Մենք նոր սերունդից, այդ նոր սերունդից մեր ծերուն աղջիկա ձեռքով պետք է իրանցից շատ բան սովորենք։ Ինձ մեր տղաները ինձ մեկ-մեկ ասում են աչով։ Իմ տղաները մեկ-մեկ ինձ ասում են դու դարեն մարդ ես։ Դույց մնա դարի էլի, տենց ասեմ։ Իմ մտածելակերպը ուրիշ է, ձերը ուրիշ է։ Ինձ միշտ ասել են, եթե պրոգրես չլինի, ռեգրես կլինի։ Ուրեմն դուք ապրեք այսօրվա կյանքով։ Հեշտ ապրեք։ Հեշտ ապրեք։ Բայց սիրեք հայրենիքը, սիրեք հողը, սիրեք ամեն ինչ որ է մեր երկրում կա։ Սրանից լավ երկիր ես աշխարհում չեմ պատկերացնում։ Ինչ որ ճիշտն է, ճիշտ է։ Այսօր կա այս հայրենասիրության պակասը, դա։ Շատ։ 90%-ը սիրում են, 90%-ը 5%-ը չի սիրում, 5%-ը կասկածով է։ Ունակ ես չեմ հասկանում իրական Հայաստանի ու պատմական Հայաստանի տարբերությունը։ Ինձ համար Հայաստանը մի հատ է։ Համ իրականը, համ պատմականը։ Ես իմ պատմությունը երբեք չեմ կարող մոռանալ։ Մանավանդ իմ կնոջ տատիկը 19 թվի ակտականներից է եղել։ Իմ կինը չլինի ընդ Ոնց ուրանա, ոնց մոռանա։ ապրեք։ Դա ես չեմ պատկերացնում, իրոք չեմ պատկերացնում։ Ինձ համար մի հատ Հայաստան գոյություն ունի, ծովից ծով Հայաստան։
Ձախով եթե կարելի ապրել ջան։ Ես դες հավիրելու եմ մեր տուն, ծուշ խմելու։ Ես այո, տուն եմ գալիս, մենակ չեմ մեր լավ ընկերների հետ ենք։ Ես իրաց հարթազրույց եմ տալիս ենք, գալիս ենք ծուշ խմելու։ Գնանք մեր տուն, անպայման մի հատ։ Տարեդարձին, այդ որ ասել եք, ասել եք։ Ես պրոբլեմ չունեմ, ես իմ խոսքը երբեք։ Մի հատ էլ հարց ունեմ։ Խնդրեմ։ Ձեր երեխեքը լավն են, ես արդեն տեսնում եմ, էլի, այդ իմ փորձառությունը 20+, դուք ո՞նց եք շենքերի, ես էլ տենց մարդկանց եմ արագ կողմնորոշում եմ, ամբողջ կանգառուց օրինակ ոչ չէ՞ դե։ Ձեր երեխաների դաստիարակության մեջ ինչ սկզբունք եք կիրառել, որ հնարավոր է, որ այդ սկզբունքը օգտակար կլինի նաև մեզ համար եւ մեզ տեսողների, տեսնողների։ Ես ճապոնական վարիանտով մինչև 7 տարեկան երեխանը չեպարը իմ երեխեքին չեմ ասել։ Այսրն է։ Ու իմ էլ չեմ ասում։ Երեխեքի դաստիարակությամբ զբաղվել է իմ կինս։ Ու ես շատ գոհ եմ, ինքը ամեն ձևի, ամեն բանում սերմացրել է իրանց սերը, ամեն ինչի նկատմամբ։ Ես շատ ուրախ եմ։ Երբեք չեք ասել երեխաներին։ Չեմ հիմա էլ չեմ ասում, ոչ մեկին։ Իմ տան անդամներին չեպարը ես չունեմ։ Մի քիչ առօրինացեք, օֆելա ջան, այն մեքենա ոկանները դեպի ծախով մտեք։ Ստերուս մտեք ծախով։ Չէ, այն մեկ, դա այն որ դուրս եկա։ Հետաքրքիր է։ Այդ ճապոնական սկզբունքը ասում է մինչև 5 տարեկան, դեռ 7 տարեկան չեմի ասեք, հետո դարձրեք ստրուկ մինչև 10 տարեկան, հետո ընկերություն արեք։ Այնտես այդ ստրուկ, այդ հանրակի ստրուկը բա։ Չէ, այդ հանել եմ ես։ Ջնջել եմ այդ։ Արանքի ստրուկը չեկա։ Ավելի լավ է ես այդ ստրուկը հանեմ, ես իրանց հետ ընկերություն եմ անում։ Ձերա, ձեր տղաներն ու ձեր թոռները ձեզ շատ կսիրեն ուրեմն։ Ահա որ։ Դե ում որ երբեք չմերժեն, ում երբեք չմերժեն չսիրի։ Հիմա ինչ այդ մեթոդը կիրառենք։ Անպայման։ Մարդ ինչքան բարի է լինում, այնքան ամեն ինչին հասնում է։ Բարություն երկարակեցության։ Սա կանգնում եք, իջնում ենք, գնում ենք մեր տուն։ Մի հատ սուրճ ենք խմում, նոր գնում եք։ Կգանք, անպայման հետաքրքիր, շատ հետաքրքիր ստացվեց։ Ձեր պատկերացումը որը իմ բնակարանը կլինի։ Այս առաջին։ Ապես։ Դուք հաղորդումը կնայեք, դեռ կգրեք, որ ես մարում։ Ես ձեզ ցանկանում եմ ամենա լավ բան։ Ձեր սրտով իմ ձեզ տալիս է, թողեք էլ կատարեք։ Ապրեք, շատ բարի։ Ես իմ տուննա միշտ համեցեք։ Միշտ համեցեք։ Ասել եք։ Բայց ասել եմ 70 հրամանակից գալու եք նկարահանել։ Պայմանավորվեցին։ Շնորհակալություն։ Ես շատ շնորհակալ եմ հաջողություն։ Ստեսություն։ Երկրորդ շնչառություն։ Այո։